Հետո ասացիք հեղափոխություն համար 3 շրթներ Քամարինը ֆիլմը հիշեցին, հայտնի։ Չգիտեմ ինչի նման ասոցիացիա առաջացավ։ Տեսեք, նա հեղափոխությանը տվեց Գյումրիում ընդ որում։ Այո։ Մի քաղաքում, որտեղ ծանր պարտություն էր կրել, երևի որոշեց հենց այդտեղ էլ հնչեցնել դա։ Նաև սպառնաց, որ ընտրությունից անմիջապես հետո Գյումրի մեկ է անելու, այսինքն իշխանապողությանը հասնելու Գյումրիում։ Դե դա կանխատեսել է, եթե իր իշխանությունը վերարտադրվի Գյումրիում հաստատապես նոր ընտրությունների հետ են գործ ունենալու։ Ինչևէ, տեսեք, նա նախ հեղափոխության 3 էտապներ նշեց կամ թվագրեց, սա իր մտածողությունն է, էլի բնորոշում։ Այս մարդը անդադ երկրի ցնցումների ռեժիմում է պահում, թե չէ այդքան հեղափոխություն բառը չի օգտագործի։ Առաջին իբր ներքաղաքական հեղափոխությունն է եղել, երկրորդը իբր սոցիալ-հոգեբանական շերտն է եղել, այս էլ պատմաքաղաքական շերտի մասին էր խոսում։ Ճիշտ ասած, ես իր պարբերականացումը արհեստական եմ համարում, իմ համար ուրիշ բան է ակնհայտ, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի ընտրությունը եւ նրա քաղաքականությունը բերեցին պատերազմի եւ ծանր պարտության, 2021-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը եւ նրա քաղաքականությունը բերեցին Արցախի կործանման, իսկ 2026-ի ընտրություններին ընդառաջ կոնի դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը եւ նրա հնարավոր Աստված մի արածե վերընտրությունը բերելու է Հայաստանի կործանման։ Ես այդ պարբերականացումը կտա։ Ինչ մնում է 65%-ին, ըստ էության խոսում է համանդրական մեծամասնության մասին։ Եվ կարծեմ այդ տերմինն էլ օգտագործեց։ Ակնհայտորեն այս ախորժակը Փաշինյանական որևէ աղերս չունի սոցիոլոգիայի հետ։ Դուք չեք գտնի որևէ հետազոտություն, անգամ իրենց համար հաճելի հետազոտությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանը ունենա անգամ 50% գումարած մեկ ձևավորելու հնարավորություն, ելուր մնաց 65-66%-ը։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը նման պնդում է անում եւ համար եք ցույցում եւ իր թիմին եւ պետական ստրուկտուրաներին, սա նշանակում է մեզ սպասվում են ընտրություններ, որոնք ոչ թե մրցակցային միջավայրում են անցնելու, այլ իշխանության թելադրանքով, կեղծիքներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ այլն եւ այլն։